Swear I won't forget this, why do I regret? Ողջույն սիրելիներս, հույսով եմ լավ եք, մենք էլ լավ ենք, օրը առավոտ է մեր մոտ, չորեքշաբթի և սկսում ենք նոր վլոգ, չգիտեմ ինչքան կնկարեմ ու երբ կտեղադրեմ, ամենայն դեպս դժվարը սկսվելն է, ինչը որ հիմա միասին անում ենք, շարունակությունը, ընթացքը և արդեն վլոգի վերջը կերևա շաբաթվա վերջում։ Սիրելիներս, ինչու եմ սկսում հենց դրսից, ունենք այսպիսի լավ առիթ, որը կայանում է նրանում, որ վերջապես մեր տան հակառակ կողմը կերպարանափոխվում է։ Ունենք 3 հոգի աշխատող, որոնց Վահանն է իհարկե ճարել, բերել, իհարկե գումարով, այս մարդիկ խոստացել են, որ այսօրվա ընթացքում առավոտյան եկել են ու այսօրվա ընթացքում կվերջացնեն, հուսանք, եթե ինձ մի քանի տարի է հետևում եք աղջիկներս, գիտեք, որ գալիս գնում էին ու այդպես էլ վերջնական տեսքի չէին բերում։ Հուսանք այսօր այս մարդիկ կավարտեն ու տան հակառակ կողմը վերջնականապես մեր տեսադաշտը կբացի, որովհետև անտառ է, այսպես կարելի ասել ջունգլիներ, ոչինչ չի երևում, փակ, բայց որ մաքրեն արդեն շատ գեղեցիկ է լինելու ու նաև այն կողմում եկեղեցի կա, որ շատ մեծ եկեղեցի է, գեղեցիկ կբացվի։ Արտելուն պես սիրելիներս ձեր հետ վերջնական տեսքով իհարկե կիսվեմ, ոչ միայն իրենք, այսպես ասած, կտրում են ծառերը, այլ նաև վառում։ Համարենք մեր վլոգը սկսված, ձեզ բարի դիտում, իսկ մեզ էլ օրվա հիանալի շարունակություն։ Եկեք արագ ձեր հետ կիսվեմ այս մի քանի գնումով, երեխեք ջան, ու անցնենք առաջ։ Մի քանի օր առաջ Վահանը գործից հետո մտել է առևտրի կենտրոն, իր համար մի քանի նորություն վերցրել, քանի որ եղանակները փոխվում են, գարուն ամառ, ցանկանում է իր հագուստի պահարանը, իհարկե իմ համոզելուց հետո որոշ չափով նորել, թարմություն մտցնել, ես այս պահին ոչ մի բանի կարիք չունեմ, ձմեռվա ընթացքում քիչ-քիչ պատվիրել եմ, այսպես լուրջ հագուստի, կոշիկի ոչ մի բանի կարիք չունեմ, գարնանային, ամառային, բայց երբ որ դուրս գան խանութներով, ինչ-որ մի բան տեսնեմ, հավանեմ, անպայման կվերցնեմ։ Ուրեմն այստեղ 2 հատ շոր է, մեկը շալվար, մեկը բլուզկա։ Սկսենք երևի ես բլուզկայից։ Երկուսն էլ, ինչպես հասկացաք, պոլո ֆիրմային խանութից է գնել, երկուսն էլ այդ ֆիրմայից է։ Էլ ռազմերն է, բայց Վահանը 52 ռազմերն է իրականում հագնում։ Սենց սիրուն, թեթև, հավես ամառային բլուզկա, մուգ, կապույտ գույն, և գույնն է շատ լավը, և որակը, գինը, նա տեսնենք ինչ հարժը, գինը 7900 ռուբլի։ Շատ եմ լսում, տեսնում մարդկանց, որոնք ասում են, որ վայ, հագուստին այդքան փող չենք տա, հա, կարևորը հագուստ լինի, բրենդը կապ չունի, մարդ պետք է ասենք հագնի կրի, օգտագործի տվյալ իրը, հագուստ լինի, կոշիկ լինի, հա, նոր արտահայտի իր կարծիքը։ Շալվարն էլ ունի այս տեսքը, սիրելիներս։ Նույն այս բլուզկայի մատերիալից է, ուղղակի ուրիշ գույն։ Գինը 14900 ռուբլի։ Փոխվում ենք խոհանոց, այսօր օրը կիրակի է, ամսի 22-ն է, ու քանի որ զատիկին մնացել են հաշված օրեր, ապրիլի 5-ին է, մեր օրացույցով ապրիլի 5-ին է, ուղղափառ եկեղեցին նշում է հաջորդ կիրակի, ապրիլի 12-ին։ Մենք միշտ 2 օրացույցով էլ տոնում ենք, սկզբում հայկական եկեղեցի, հետո ռուսական, ինչպես որ ստացվում է, ամեն տարի չէ ստացվում ռուսական եկեղեցի գնալ, համենայն դեպս սիրելիներս ժամանակն է եկել, որպեսզի զբաղվենք նախապատրաստական աշխատանքներով։ Այստեղ ցորեն են պատվիրել Ազոնից, 3 ենք վերցրել ու այսպես միանգամից թրջել եմ ջրի մեջ, խոնավացրել ու մեկ օր անց այսպեսի ծիլեր է տվել։
Իհարկե իրեն միանգամից էլ են ցանում, ով ինչպես ցանկանում է, բայց իմ կարծիքով սա ավելի լավ տարբերակ է, եւ որ նախապես խոնավեցնում ես ու այսպես սիլեր տված արդեն տեղափոխում աճացնելու համար, այսպես ավելի արագ է աճում, ավելի առատ է լինում, ավելի գեղեցիկ է լինում։ Դրա համար միշտ կարելի ասել այս տարբերակով ենք աճեցնում։ Հիմա այստեղ Լիլիան բամբակը այսպես շարում է, երկու ափսեների մեջ ենք աճեցնելու, ես չէի պատկերացնում, որ այսքան շատ է լինելու, բայց երբ երեք որոշեցի իրեն այսպես ջրի մեջ թռչել, հասկացա, որ շատ է, բայց մյուս կողմից էլ ավելի լավ, ավելի գեղեցիկ, ավելի հաճելի կլինի, ավելի լավ է շատ լինի, քան քիչ։ Մի խոսքով սիրելիներս անցել ենք նախապատրաստական, նախատոնական գործի, աճեցնելու ենք մեր ցորենը, իսկ զատիկի հետ կապված 3 հատ պատվերներ ունենք, դեկորի հետ կապված, որոնք որ դեռ մեզ չեն հասել, բայց այս վլոգի շրջանակներում իհարկե կլինեն արդեն այստեղ ու իհարկե ձեզ հետ էլ մեծ սիրով կկիսվեմ։ Բամբակները արդեն դրել ենք, հիմա կթրջենք, խոնավեցնենք ու արդեն ցորենը կտեղափոխենք ափսեների մեջ։ Գրեք մեկնաբանությունների բաժնում սիրելիներս, դուք ինչպես եք պատրաստվում զատիկին, ինչ պատրաստություն եք տեսնում։ Այս վլոգը, որ նկարում եմ, երևի կտեղադրեմ զատիկից 1 շաբաթ առաջ, երևի մյուս շաբաթ կիրակի օրերին, երբ որ արդեն ահագին նկարած նյութ կունենամ, ու ինձ թվում է 1 շաբաթ առաջ արդեն, ինձ թվում է բոլորդ էլ արդեն այս գործողությունը կատարած կլինեք։ Ձեռքով վերցրու ու փռի։ Սենց սիրուն դիր, թող լրիվ, սենց, կլոր, ամբողջ ափսեով մեկ բան լինի, որ սիրուն տարածվի։ Մեր մոտ Որոնեժի հայկական եկեղեցում երևի չէ հաստատ նշելու են, ինչպես ամեն տարի, անցած տարի նամանավանդ շատ լավ նշեցին, որովհետև ինչու եմ առանձնացնում անցած տարին նամանավանդ, որովհետև արդեն եկեղեցին օծվել է, մի ուրիշ ձևի տրամադրվածությամբ ենք գնում առիթների, ինչպես նաև նոր տարին, անցած տարվա զատիկի վլոգը, եթե չեք նայել, կարող եք անցնել, նայել, իհարկե այդպես տոնակատարությանը մինչև վերջ չմնացինք, բայց ինչքանով որ հետո տեսանք այն մարդկանց տեսանյութերով, ովքեր որ մնացել են, լավ համերգ էին կազմակերպել, բարի համույթ էր եղել, հյուրասիրություն, ամեն ինչ տեղը տեղին, շատ անտիր ձևի կազմակերպել են։ Նույնն էլ նոր տարվան ևս։ Մենք էլ փորձում ենք հարավորության չափով այդ հետ չմնալ, հա, մեր հայկական այստեղի համայնքի այդ առիթներից ու թեկուզ եւ սկզբից մինչև վերջ ներկա չենք լինում, բայց գնում, տեսնում, մասնակցում ենք։ Այստեղ մեր Որոնեժում կա նաև հայկական դպրոց, Կիրակնորյա։ Լիճան, քանի տարի ենք գնացել մենք։ 2 թե 3 տարի գնացել էինք։ Ճիշտ ասած հիմա չգիտեմ, եթե իմացողներ կան Որոնեժից, կխնդրեմ մեկնաբանությունների բաժնում գրեք, սիրելիներս, դեռ գործում է, թե ոչ։ Այնտեղ սովորեցնում էին երաժշտություն, երաժշտական գործիքներ, տարբեր, հայկական պարեր, ազգային, հայոց լեզու, պատմություն, տեսամ ենք Կիրակի, գնում էինք, բայց տեղափոխության պատճառով դուրս եկանք, այդպես էլ չավարտեցինք, բայց այդ դպրոցը լավ ներդրում ունեցավ նրա մեջ, որ մեր Լիլիան ու շատ շատերը այսպես
հայերեն գրել կարդալ սովորեցի։ Այնտեղ ավարտում են ու դիպլոմ են տալիս, հաստ սերտիֆիկատ, որ երեխան ավարտել է այդ հայկական դպրոցի կիրակնորյա։ Այն ժամանակ հենց այդ դպրոցի սաներն էին այդ հայկական համայնքի այդ առիթներին երգում, պարում, նվագում, մի խոսքով, եթե հիմա գործում է, դա շատ լավ է։ Ովքեր չգիտեն, կարող են հետաքրքրվել ու իրենց երեխաներին տանել, որպեսզի այդ ուղղությամբ նաև զարգանան։ Արևի տակ չենք դնելու, թողնելու ենք սենյակային ջերմաստիճանում, ոչ այսպես արևի ճառագայթների տակ, ինքը այսպես բարձրանալու է։ Վերջնական տեսքով, սիրելիներս, կկիսվեմ ձեզ հետ արդեն Զատիկի վլոգում։ Աղջիկներս միանում եմ մի քանի օր անց եւ ուզում եմ ձեզ ցույց տալ, թե մի քանի օրվա ընթացքում ինչքան շատ է բարձրացել մեր Զատիկի ցորենը։ Նայեք, շատ խիտ, շատ գեղեցիկ է լինելու։ Ամեն երեկո ջրում եմ, լավ ջրում եմ, խոնավեցնում եմ ու արդյունքում ունենալու են գեղեցիկ դեկոր։ Այստեղ էլ մի քանի պատվեր ունենք, ինչպես միշտ մտքիցս թռել էր, որ վլոգ եմ նկարում ու այս պատվերները առանց ձեզ եմ բացել ու օգտագործում ենք արդեն խոհանոցում եմ, վաղանը մարտի 8-ի արդիվ գումար էր նվիրել, նաև այդ գումարին գնել եմ այս տարաները խոհանոցում օգտագործելու համար, սա արդեն օգտագործում ենք, սրանք դեռ նոր են, պետք է լվամ սրբեմ ու տեղավորեմ ու նաև այս տախտակները, որոնք շատ որակով ու հարմար են, դուբից են։ Այս բոլոր պատվերների հողումները սիրելիներս կթողեմ մեկնաբանությունների բաժնում։ Այս պատվերները այսօր ենք վերցրել, իսկ այստեղ էլ այսօրվա պատվերներն են։ Պատվիրել եմ այսպիսի գդալներ, ունենք նաև նույնի պատարակալները իհարկե 18 հատ են, 12 հատը պահած է առիթների համար, 6 հատը հանել եմ առօրյա օգտագործելու համար ու որոշեցի պատվիրել նաև 6 հատ գդալներ։ Պատվիրել եմ նաև իմ համար վիտամին, քանի որ գարուն է, սիրելիներս, ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է, առանց սրան չի լինում։ Այստեղ երկաթ եւ վիտամին C 30 հատ է 1 ամսվա համար, 1 կուրս։ Այստեղ էլ մագնիա B6 ցիտրատ, քանի կապսուլ է այստեղ, ինչքան գիտեմ շատ է, 120 հատ, սա արդեն Լիլիան կարող եմ հետ խմել, երկուսով կխմենք, 1 ամիս, օրը 1 հատ, գրեթե 1 տարվա ընթացքում կարելի է 4 ամիսը 1 կուրսը կրկնել, 120 կապսուլ։ Այստեղ էլ Զատիկի հետ կապված պատվերներ են, պատվիրել եմ ճուտիկներ նաև, այսպես խոտածած կույթին դնելու համար, դրանք դեռ մեզ չեն հասել, կամ այս վլոգում, կամ հաջորդ վլոգում, տեսնենք ինչպես կստացվի, կնկարեմ, կկիսվեմ ձեր հետ, այստեղ երևի ծվի նակլեյկաներն են, վիճան կօգնես, բացենք մի ձեռքով հարմար չի, Վահանն է զանգել։ Տեսնենք իրականում ինչ տեսք ունի։ Սիրել է։ Հա։ Այս ծվի է։ Հələ բացիկ ունենք, տեսնենք։ Սովորաբար այնպիսի նակլեյկաներ եմ գնում, որ այսպես ամբողջությամբ ծվին հագցնում են, այսպես ասած, բայց այս տարվա մեր նակլեյկաները այսպիսի տեսք ունեն, ուղղակի կպցնում ենք ծվի վրա եւ վերջ։ Այստեղ քանի ծվի է, ինչքան գիտեմ 21 հատ ձու կարող ենք զարդարել։ Մի խոսքով այսպիսի տեսք են ունենալու մեր այս տարվա Զատիկի ձվերը։ Դիրտուփի մեջ այստեղ էլ մի շատ հետաքրքիր պատվեր է, նորություն։ Դա վառելու համար։ Կարող ենք ուղղակի հավաքել
դնել եմ տեղ որպես դեկոր, գեղեցիկ ու արդեն զատիկի օրը կդնենք մեր տոնական սեղանը։ Շատ կարևոր է չճեղվի կյանք զգուշ, չկոտրվի խաչը։ Շատ զգուշ պետք է մկրատով ենք բացել։ Այս են գեղեցկություն եմ պատվիրել, սիրելիներս։ Ես ուղղակի դրել են այս կարտոնը, որպեսզի չջարդվի։ Կա հասնի մեզ։ Շնորհավոր սուրբ զատիկ։ Կարող ես հավաքել Լիջան, սրանք էլ բացի աղջիկներս միանում եմ վերջին կադրերից հետո մի քանի ժամ անց Լիլիայի հետ փորձում էինք հավաքել, չստացվեց, դժվարացանք, անգամ մտածում ենք ինչ-որ թերություն կա, ուզում էինք հետ ուղարկել, բայց Վահանի հետ խոսելով մտածեցինք, որ ավելի լավ է թողնենք, մինչև իր տուն վերադառնալը, հետո կորոշենք, թողնում ենք թե ոչ։ Աշխատանքից վերադարձավ Վահանը, հավաքեց ու պարզվեց, որ ամեն ինչ կարգին է, ուղղակի մենք չենք կարողանում հավաքել։ Կարևորը որ հավաքեցինք ու վերջնական տեսքը այսպեսին է սիրելիները, շատ գեղեցիկ է, բացի արտաքին տեսքը, հայկական մոտիվները, նաև շատ ամուր։ Այստեղ Մայրաթոր Սուրբ Էջմիածին եկեղեցին է, այնտեղ Ազոնի կայքում այդ հայկական մոտիվներով 3 հատ ընտրություն կար, տարբեր եկեղեցիներ ու տարբեր ձևեր։ Ես այս տարբերակը ընտրեցի, բայց հողումը կթողնեմ մեկնաբանությունների բաժնում, կարող եք անցնել, նայել եւ պատվիրել։ Ասեմ, որ շատ արագ են ուղարկում, ես պատվիրել եմ, հաջորդ օրը հասել է մեզ, այդպես արագ։ Այստեղ գեղեցիկ հայկական խաչերն են, այստեղ էլ հենց ծվերի տեղն է, որ պետք է զատիկի օրը զարդարենք, դնենք այստեղ ու իր ուրույն տեղը կգտնի մեր տոնական սեղանին, շատ լավն է։ Դեմից էլ այս տեսք ունի, դեմից էլ այս տեսք։ Ինձ թվում է զատիկից հետո չենք հավաքի, կթողնենք, որպեսզի մեր տանը հյուրասենյակում այսպես ասած հայկական շունչը միշտ լինի։ Շատ լավն է, շատ լավն է։ Այս պահին մեզ մնացել են այդ ճուտիկները արհեստական ու արդեն մնացած գնումները միասին կանենք, ելի այն ինչ որ չենք գնել մինչև հիմա, հա, զատիկին վերաբերվող, դա արդեն առանձին մնացած մթերքների գնումների հետ։ Տեսնենք էլ ինչ ենք ավելացնում սիրելիներս։ Միանում եմ ձեզ ուղիղ 1 շաբաթ անց եւ ուզում եմ տեսնեք, թե ինչքան է աճել մեր զատիկի այս գեղեցկությունը, այս ծորենը, շատ բարձրացել է, ուղղակի ընտիրություն, խիտ, գեղեցիկ, հենց այնպես, ինչպես որ պատկերացնում էի, շատ սիրուն է, դեռ 1 շաբաթ ունենք, հայկական զատիկից, այսօր կիրակի է, մյուս կիրակի, բայց արդեն կարելի ասել պատրաստ է։ Ես պատկերացնում եմ 1 շաբաթ հետո ինչքան մեծ ու ավելի գեղեցիկ է լինելու։ Հուսանք չի դեղնի։ Այստեղ եմ պահում, արևի տակ չեմ դնում։ Եվ 2 օրը 1 լավ ջրում եմ։ Այստեղ սիրելիներս էլի զատիկի հետ կապված պատվերում ենք, շատ հավես, այսինքն գեղեցկություն, այսինքն շուտիկներ ենք պատվիրել ու երևի կդնենք խոտերի մեջ, այդպես եմ մտածում, հետաքրքիր ինչ տեսք ունենա, Լիլնային սիրնա։ Կել դնենք։ Դե շուտա։ Կարող աճի ինքը մեջը սենց բան լինի։ Լավ, առայժմ թողնենք։ Զատիկից մի 2 օր առաջ կզարդարենք։ Մի խոսքով սիրելիներս, այսինքն
Հավես դեկորներ ունենք, այստեղ 6 հատ է։ Դե այս վլոգի շրջանակներում արդեն տեսել եք ձվի նակլեյկաները, ինչպես նաև այդ պաստապկան, որի վրա այդ ձվերը շարելու ենք, դրել եմ հյուրասենյակում, իսկ կպահենք ու արդեն մի քանի օր շուտ, երևի 4-շաբթի, 5-շաբթի մի 3-4 օրից արդեն կդնենք խոտերի մեջ։ Այստեղ էլ մեր խմիչքներն են, որովհետև երեխեքջան պաստապկան վաճառել ենք։ Նախորդ վլոգում ձեր հետ կիսվեցի մեր պլաններով, թե ինչ նպատակ ունենք այստեղ, քանի որ խմիչքները շատ են, ուզում ենք այս պատի վրա պոլկաներ հավաքենք, այսօր Վահանը մտել է Լերուա, այնտեղ նայել տեսականին, գների հետ ծանոթացել, մոտ օրերս կբերի ու կսկսենք հավաքել, իհարկե ձեր հետ էլ կկիսվեմ, թե ընթացքով, թե վերջնական տեսքով։ Իսկ թվում է գեղեցիկ կա լինելու։ Իսկ այս պատվերը, որը որ էլի այս վլոգի շրջանակներում ձեզ ցույց եմ տվել, առայժմ իր տեղն է գտել այս հյուրասենյակի պաստապկայի վրա։ Շատ սիրուն է։ Միասին դուրս եկանք, ինչու, որովհետև տեսակ, որ միս ենք համեմել, հիմա խորոված ենք պատրաստելու, այս տարի առաջին անգամ դրսում թոնիրը վառել ենք, Վահանը աշխատանքից վերադառնալուց միսեկների հետ բերել ու որոշեցինք այսօր խորոված պատրաստել։ Ու քանի որ սենց լավ եղանակ է, ասից ձեզ վերցնեմ իմ հետ ու միասին դուրս գանք ու տեսնենք այն փոփոխությունը, որ այստեղ վլոգի սկզբում ցույց էի տվել։ Ինչպես մեզ ասել էին, երեկոյան պետք է ավարտեին, բայց մեկ օրում չկարողացան 4 օրվա ընթացքում սիրելիներս։ Քիչ առաջ Վահանը գումարը վճարեց, ճանապարհեց աշխատողներին։ Միայն այսօր որ ավարտել են։ Նայեք այստեղ։ Ահավոր վիճակ էր։ Ահավորություն։ Ես այս տունը ինչ գնել ենք 5-րդ տարին է, ես մինչև այստեղ եմ եկել ու այստեղ առաջին անգամ եմ մտնում ու հենց ձեր հետ, որովհետև անհնար էր ուղղակի, ինչպես հասկացաք այս փայտերի կույտերից, որ այսպես կտրել ու հավաքել են, նայեք այստեղ։ Այս ինձ հավաքել են, որպեսզի չորանա ու վառենք, փորձեցին վառել, նայեք։ Ինչ է կատարվում։ Բայց չվառվեց, որովհետև ջունը նոր է հալվել, ծառերը թաց են, մեր բարբարով ասած գեջ են, այսպես կթողնենք, ամառը սենց կմնա ու արդեն սեպտեմբերին, հոկտեմբերին, չգիտեմ, այդ ժամանակահատվածում, որ թույլատրվում է վառել, կվառենք, կվերացնենք, ապրեն իրենք։ Վերջապես տունը գնելու 5-րդ տարում վերջապես տարածքը մաքրվեց, շատ լավ է ու ամենակարևորը երեխեք ջան այն հրաշք եկեղեցին ուղիղ արդեն տանդուրը որ բացում եմ դրսի կողմից միանգամից տան առաջ հենց այդ եկեղեցին է Անտիրություն շատ լավ է մեր տան հողամասը տարածքը 3000 մետր է 30 սովկա ու չգիտեմ Վահանի հետ մտածում ենք ինչ անենք այսքան հողը, որովհետև այսպես ասած անասուններ չենք պահում, չենք մշակում հողը,
որովհետև օգտավոր շուկան մեր կողքին է ու անիմաստ է չարչարվելը, գները հիմա այնքան մատչելի են շուկաներում, որ անիմաստ է այդ ամեն ինչը, ծառեր կլիման թույլ չի տալիս, որ տարատեսակ ծառեր տնկենք, որպեսզի տարատեսակ համեղ մրգեր ունենանք, ստեղ հիմնականում խնձոր։ Մտածում ենք այս տարվա վերջ պետականորեն ԲՏ-ից պետական աշխատողներ մարդիկ հրավիրենք, իհարկե գումար ես վճարում դրա համար ու հողը օֆիցիալ բաժանենք երկու մասի 1500 մետրը վաճառենք, 1500 մետրը մեզ սենց ծով հերիք է։ Այն ժամանակ սովետական ժամանակներում, երբ որ տներ էին տալիս կամ հողամասեր շատ մեծ էին տալիս, հիմա երբ որ շինարարական այդ կամպանիաները տներ են կառուցում ու վաճառում 400 մետր, 500, 600, ոչ ավել։ Մեր կարծիքով, մեր մտածելով 1500 մետրն էլ մեզ համար էլի շատ է, բայց այդքանը կթողնենք։ Առայժմ այդպես ելիներս դրսում ջերմաստիճանը +20 է, գառնան շունչը արդեն զգացվում է։ Հուսանք այս տարի գոնե անցած տարվա նման չի լինի, ամեն տարի այստեղ խնձոր չի լինում, բայց գոնե մի քիչ խնձոր կունենանք, որովհետև ուրիշ բան ոնց որ ասեցի այստեղ չի լինում։ Այսօր առաջին օրն է, որ +20 է, երեկ +15 էր ու այսպես օրեցօր տաքանում է։ Դրա համար որոշեցինք թոնիրը վառենք։ Մնում է այս դրսի ջոջանակի այս նստատեղերը, հա, այդ պադուշկաները, ծածկոցը, այդ բաները նորենք, տան առաջի այս ամբողջ հատվածը Վահանը ուզում է ասֆալտ բերի փռի, ուղի ու դրանից հետո արդեն տան արտաքին տեսքը այս ֆասադը կհասցնենք ավարտին, անցյալ տարի չհասցրեցինք, որովհետև ուշ էր արդեն, մինչև Վահանը եկավ Պառնաուլից արդեն եղանակները դեպի ձմռան կողմն են գնում, չհասցրեցինք։ Դա էլ այս տարի կավարտենք ու տեսնենք հաջորդ քայլը որն է, սիրելիներս։ Սա Լիլիայի ջոջանակն է, Վահանն է պատրաստել, հավաքել ու ամառները են շոքերին գալիս ծառի տակ նստում, հովին ջոջորվում է։ Ասում են այս տարի շատ ահավոր շոք է լինելու, տեսնենք։ Տան այս դիմացի հատվածը, որ ասում է պետք է ասֆալտենք, այս ամբողջը, սկսած այս մաղալի դիմացից, այսպես Ահեստանոցի առաջով, մինչև այնտեղ։ Վահանը ուզում այս ծառն էլ կտրի, այս խնձորի ասում եմ չէ, որովհետև ամռանը շատ հավես է, որ շոքին գալիս ենք, բիսեդկա նստում, ծառը այսպես շոքից լավ պաշտպանում է։ Եթե միրգ էլ չի լինում, շատ տերևները շատ խիտ է լինում ու մեծ։ Ծոխը ուղիղ իմ վրա է։ Վահանը տաղից ցախաբերում, որ կրակի վրա լցնի։ Այստեղ էլ մեր աշխատանքի մեքենաներն են։ Սա ֆիրմայի մեքենան է, որտեղ որ ինքը աշխատում է։ Դե մեր տան մեքենան գիտեք։ Իսկ այս մեքենան նորություն է։ Սա արդեն մեր մեքենան է։ Վահանն է գնել իր արդեն աշխատանքի համար, որովհետև բացի այն ֆիրմա, որտեղ որ ինքը աշխատում է, ինքը եւս իր համար առանձին ֆիրմա է բացել IP, քանի որ ֆիրման բացել է արդեն վաղուց կլինի 2 տարի մոտավորապես, արհեստանոցը հավաքեց ու արդեն մենակ պակասում էր ավտոմեքենան, գնեց, բերեց, այնտեղ գրիշն է հավաքել իր ձևերով, մի խոսքով սիրելիներս, ասենք շնորհավոր ու թող որ հաջողություն բերի։ Գնանք տեսնենք կրակը ինչ վիճակում է։ Մի քիչ էլ օրերը տաքանան, այս ջոջանակը երևի կտեղափոխենք, երևի որ այստեղ ասֆալտը կփռենք, հետո կլվանամ, այս նստատեղերը պետք է փոխենք, այն տանիքը որ պատրված ահավոր վիճակում է,
Ու այդպես ելիներս պլաններն այդպիսին են կարևորը այնտեղ հավաքեցինք մաքրեցինք մնում է վառենք ֆասադը ավարտին հասցնենք ասֆալտը բերենք տան դիմաց փռենք ու արդեն կմնա կոսմետիկ փոփոխություններ աշխատանքներ այդքանը պետք է մինչև մայիսի վերջ անենք Վահանը իր աշխատանքային մեքենան է դասավորում ես էլ էստեղ ահագին հավաքեցի մի տոպրակ մուսոր խանեցի էստեղից ահագին կեղտոտվել էր դե աշխատողները այնտեղ աշխատում էին հետո գալիս էին էստեղ հաց ուտում ահագին հավաքեցի դասավորեցի չափսերն էլ ինչպես ասացի արդեն վերցրեցինք 2 մետրը 140-ի վրա տանիքն է նստարանը 1.70 այսպես ասեմ որ պատվիրելուց հիշեմ եթե մոռանամ նայեմ վեր հիշեմ ինչպես եւ քիչ առաջ ասացի Լիլիան եկել իր հիմնական տեղը նստելու վայելում է դուրս ենք եկել Լիլիայի հետ ինքը արագ գնում է մագնիտ կեչուպ մայոնեզ այդպիսի բաներ գնի որպեսզի խորովածի հետ վայելենք ես էլ որոշեցի ձեզ հրաժեշտ տամ սիրելիներս վլոգը հասցնեմ իր տրամաբանական ավարտին որովհետեւ երկարում է այսօր երեկոյան կմոնտաժեմ որպեսզի վաղը առավոտյան տեղադրեմ ալիքում հաջորդ վլոգը կլինի մյուս երևի 2 շաբթի 3 շաբթի նվիրված է լինելու ինչպես արդեն հասկացաք զատիկին հայկական զատիկին միասին կգնանք հայկական եկեղեցի գնումներ կանենք կգանք տուն ու միասին կնշենք մեր գեղեցիկ գառնանային եկեղեցական տոնը Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել ձեզ կանանց մեկ ամսյակի կապակցությամբ ցանկանալով ամենալավ բաները եղեք գեղեցիկ, առողջ, սիրված եւ գնահատված Գառնանային տրամադրություն եւ օրվա հիանալի շարունակություն կհանդիպենք հաջորդ վլոգում առայժմ Why do I regret this? In my mind reckless Thoughts are feeling endless Sitting up I'm breathless Anxiety's infectious I feel so defenseless Betrayed and embarrassed I hate being open I hate being broken I feel like an ocean Filled up with emotion Anger ain't a potion Rub it on like lotion I can feel it soaking Reopen The scars have awoken I can't move on till I let go I feel so lost, never at home Need to be strong, every breath hold Cause I can't move on till I let go I can't move on till I let go I feel so lost, never at home Need to be strong, every breath hold Cause I can't move on till I let go